Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության հարցեր։ Անդրադառնալով Գորիսում Ֆրանսիայի նորաբաց պատվո-հյուպատոսության գրասենյակին, ֆրանսիական կողմը ընդգծել է, որ այն միտված է ոչ միայն դիվանագիտական ներկայության ամրապնդմանը, այլև կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի ընդլայնմանը Սյունիքի մարզում։ Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի կառավարության Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ղեկավարության և բարեկամական խմբի Հայաստանի հանդեպ դրսևորվող կայուն աջակցությունն ու համերաշխությունը, ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի պատվիրակությանը, հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության շարունակական զարգացման հանձնառությունը։ Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունը իր յուրօրինակ տեղում ունի։ Դա իր պատմությունը ունի, որ 90-ականներից է գալիս, բայց ավելի ընդգծված եւ ավելի կարեւորություն է ստացել հատկապես 2020 թվականից հետո։ Պայմանավորված են իրադարձություններով, որ տեղի ունեցան Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն աջակցության համար, որ ցուցաբերել եք դուք, որպես նաեւ տեղական իշխանություններ։ Եվ ձեր հայտարարությունները, ձեր ընդունած որոշումները եւ հետագայում նաեւ կոնկրետ գործողությունները մեծ աջակցություն են եղել եւ դրանք նպաստում են նաեւ, որպեսզի մենք կարողանանք այդ ծանր իրավիճակում եւ մենակ չզգալ եւ նաեւ իրականում կարողանալ օգնել հատկապես Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին։ Մի ամենակարևոր կողմը երևում է, որ այդ համագործակցության արդյունքում արդեն կան կոնկրետ գործեր, որոնք արդեն իրենց արդյունքն են տվել, եւ դրանք Հայաստանի տարբեր մարզերում են։ Դրանք Սյունիքում են, դրանք Տավուշում են, դրանք Գեղարքունիքում են։ Տարբեր բնակավարներ են, գյուղատնտեսություն, առողջապահություն, կրթություն, եւ ամենակարևորը նաեւ որ դրանք նպաստում են տեղում հենց տեղական իշխանության կարողությունների մեծացմանը։ Վարչապետը ընդունել է Հյուսիսային Եվրոպա Բալթյան երկրների ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին։ Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, վարչապետը նշել է, որ կողմերը այժմ համագործակցության նոր օրակարգի մշակման ուղղությամբ են աշխատում։ Ակնկալվում է, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմոլորտ կապերի ընդլայնմանը։ Վարչապետը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, սահմանազատման գործընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը։ Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը հանդիպել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։ Առողջապահության նախարարը մանրամասները ներկայացրել համակարգի ներդրման ձևաչափի, ժամանակացույցի, օրենսդրական փաթեթի մշակման, միջնաժամկետ ծախսային ծրագրով առաջարկվող սահմանաչափերի վերաբերյալ։ Կառուցապատողների հայկական ասոցիացիան եւ Հայաստանի շինարարների միությունը պայմանագրեր են կնքել Նորակառույց.am կայքի հետ։ Այս օնլայն հարթակը ուղիղ կապ է ստեղծում գնորդների եւ կառուցապատող ընկերությունների միջև, տալիս է նաեւ անվճար խորհրդատվության հնարավորություն։ Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Հայաստանի շինարարների միությունն ու Նորակառույց.am-ը ստորագրեցին անդամության պայմանագիր, որով ազդարարվեց համագործակցության նոր սկիզբ։ Այս կերպ Նորակառույց.am հարթակի միջոցով ասոցիացիայի անդամ կառուցապատողներին ընձեռվելու է լայն հնարավորություններ, ներկայացնելու իրենց արտադրանքը, քաղաքաշինական ծրագրերը, սպառողներին ներկայանալով ավելի լայն գործիքակազմերով։ Այսօրվա կնքվող փաստաթուղթը ըստ էության մի կողմից մեր եւ մյուս կողմից Նորակառույց.am հարթակի նույն գաղափարների շուրջ համախմբման եւ շուկայում համատեղ ջանքերով
արկախված մարտահրավերների դեմ պայքարի ուղղությամբ անելիքների եւ միջոցառումների ազդարարման սկիզբ է հանդիսանում։ Մեր բնակիչները, մեր գնորդները հնարավորություն կունենան ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ Կաղդվող շենքի շինարարի մասին, ծանոթանալ նրա նախկին կատարած աշխատանքներին, պատմությանը շինարարական կազմակերպության։ Գաղտնիք չէ, որ այսօր կառուցապատման քաղաքաշինական բազմաթիվ ծրագրեր կան, որոնք սպառողների լայն շրջանակի մոտ առաջացնում են հարցեր՝ ումից ու որտեղից ձեռք բերել անշարժ գույք։ Գնորդների ցանկությունն է բնականon ձեռք բերել միմիայն վստահության եւ կորպորատիվ պատասխանատվության բարձր մակարդակ ունեցող սուբյեկտներից, որպեսզի չունենան խնդիրներ։ Այս 5 տարվա ընթացքում նորակառույցի հարթակում ներկայացվել են բազմաթիվ նորակառույց ընկերություններ, նորակառույց շենքեր եւ process-ի ընթացքում հիմք է դրվել կայքում ներկայացնել միայն վստահելի կառուցապատող ընկերություններին։ Այս տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չի եղել դեպք, որ ասոցիացիայի անդամ որևէ կառուցապատող ունենա ֆինանսական բնույթի այնպիսի խնդիր, որը առաջացնի հասարակական հնչեղություն, բնակիչների, սպառողների մոտ դժգոհություններ, քաղաքաշինական ծրագրի էական ուշացումներ կամ պետության կողմից կամ համայնքի կողմից դրսևորվող սանկցիոն պատժիչ մեխանիզմների առարկա հանդիսանա տվյալ կառուցապատողը կամ իր ծրագիրը։ Կառուցապատողների հայկական ասոցիացիային մինչև այս անդամակցում էին բացառապես կառուցապատող ընկերությունները։ Այս անդամության պայմանագրով այսօրվանից մեկնարկում է նաև ասոցիացված անդամի ինստիտուտի ներդրման գաղափարը եւ որպես ասոցիացված անդամ առաջինը ներգրավվեց նորակառույց ԵՄ հարթակը, որի հետ Գուրգեն Գրիգորյանի խոսքով փոխհարաբերվում են կամ հնարավորություն ունեն փոխհարաբերվելու Հայաստանի գրեթե բոլոր կառուցապատողները։ Տիգրան Վակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Երևանի քաղաքապետարանը մինչև 2025 թվականի ավարտը նախատեսում է բնակելիներում տեղադրել 400 նոր վերելակ, ինչից հետո տեղադրման ենթակա կմնա 1782 վերելակ։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը, նաև անդրադարձել այլ խնդիրների։ Կարմիր գծերի թանկացումը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ասուլիսի գլխավոր հարցերից մեկն էր։ Նրա խոսքով թանկացումն ունի հստակ նպատակներ՝ մի կողմից մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափում, մյուս կողմից հասարակական տրանսպորտի ոլորտում նախատեսվող բարեփոխումների իրականացում։ Ես կարծում եմ, որ առաջիկայում, երբ որ արդեն ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը ել ավելի կշատանա, մենք այդ փուլից սկսած արդեն կարծում եմ շատերս կհամոզվենք, թե ինչի համար էր դա արված եւ առաջիկայում արդեն հունիս ամսվա ընթացքում մի շարք փոփոխություններ ենք արդեն ունենալու եւ կարծում եմ այդ մասով մենք նոր դրական փոփոխություններ կտեսնենք քաղաքում։ Հաջորդ հարցը վերաբերում էր տոմսային համակարգին, ինչի ներդրումից ի վեր հավաքագրվել է 6 միլիարդ 30 միլիոն դրամ։ Հայկ Կոստանյանի խոսքով այս թվերը խոսում են թերհավաքագրման խնդրի մասին, ինչի պատճառը եղել է համակարգի ներդրման ընթացքում քաղաքական որոշ ուժերի կողմից իրականացված բողոքի ակցիաները։ Մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր եւ հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թեր հավաքագրումները բերել է նրան, որ այդ գումարը որպես այդպեսին չկա եւ հետեւապես այդ 30 նոր տրոլեյբուսները, որը որ պետքա լիներ 45-ի մեջ, արդեն 30-ը դուրս է եկել ցանկից։ Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսներ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերի։ Թերհավաքագրման խնդրի պատճառով քաղաքապետարանը չի նախատեսում այլ ոլորտների բյուջեն ուղղել տրանսպորտի զարգացմանը, նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, հավելելով, որ նման իրավիճակը կհանգեցնի նոր շարժակազմերի ձեռքբերման ուշացման, ինչի հետևանքով հասարակական տրանսպորտում առկա խնդիրների լուծումը ևս կձգձգվի։ Եվս մեկ անգամ արձագանքելով նաև կարմիր գծերի գումարներին եւ հավաքագրումներին, ուզում եմ ասել, որ այդ հավաքագրումները, որոնք բնականաբար ավելին են, քան նախկինում են եղել, հիմա թվային պատկերը կդժվարանամ ձեզ ասել, եւս որպես այդպեսին պետքա ծառայի հասարակական տրանսպորտին, ոչ միայն նոր շարժակազմերի, նոր առանձնացված գծերի, ճանապարհների, գուցե նաև կառուցման աշխատանքներին։ Ինչ վերաբերում է չվճարողներին, Կոստանյանի խոսքով նրանց նկատմամբ տուգանքների սահմանման վերաբերյալ նախագիծն արդեն գտնվում է ազգային ժողովում եւ քաղաքապետարանը սպասում է դրա հաստատմանը։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։
Թուրքիայում աճում է դժգոհությունը կապված Ադրբեջանի եւ Իսրայելի միջև ռազմավարական դաշինքի ամրապնդման հետ։ Այդ կապակցությամբ վերջին օրերի ընթացքում Թուրքիայի տարբեր քաղաքներում հակաադրբեջանական ցույցեր են տեղի ունեցել։ Շարունակենք թեման Արտյոմ Մերկանյանի հետ, Արտյոմ, ովքեր են այդ ցույցերի կազմակերպիչները։ Վերջին շաբաթների ընթացքում իսկապես մի շարք թուրք գործիչներ, կրոնական գործիչներ, իրավապաշտպաններ, խորհրդանի падգամավորներ հանդես են եկել հայտարարություններ, որոնք Բաքվում կարող են որպես հակաադրբեջանական որակել։ Այդ մտավորականների դուրը չի գալիս այն, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական եւ հետախուզության ոլորտում համագործակցությունը զարգացնել Իսրայելի հետ եւ որակում են դա որպես դավաճանություն Հեյդար Ալիևի հռչակած հայտնի սկզբունքին երկու պետություն մեկ ազգ։ Օրինակ Ստամբուլում մայիսի 30-ին Սոկար ադրբեջանական նավթային պետական կորպորացիայի գրասենյակի շենքի առջև բողոքի ցույց էին կազմակերպել, նույն այն խումբը մեկ տարի առաջ նույնպես նույն տեղում բողոքի ցույց էր կազմակերպել եւ բարձրացրել էին պաստառներ, որոնց վրա գրված էր երկու պետություն, մեկ դավաճանություն։ Այս անգամ եւս վանկարկում էին, որ Ադրբեջանը դավաճանում է Թուրքիային, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այցը Իսրայել ոչ այլ ինչ է, քան դավաճանություն։ Դրանից առաջ մի քանի օր առաջ մայիսի 24-ին Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև մեկ այլ բողոքի ցույց էին կազմակերպել եւ նույնպես մեղադրում էին Ադրբեջանը դավաճանության մեջ, քանի որ շարունակում է ռազմական ոլորտում համագործակցել Թուրքիայի հակառակորդ Իսրայելի հետ։ Իսկ մայիսի 26-ին Թուրքիայի Մեջլիսի падգամավոր Օմեր Ֆարուկ Գերգերլիօղլուն հենց խորհրդարանական նիստում նույնպես դատապարտելով Ադրբեջանի իշխանություններին Իսրայելի հետ համագործակցության համար հետևյալ մեղադրանքն է իրեն թույլ տվել, մեջբերեմ նրա խոսքերը։ Ինչպես հնարավոր է կնքել ռազմական ոլորտում գործարքներ Իսրայելի հետ եւ միաժամանակ խոսել Թուրքիայի հետ բարեկամության եւ եղբայրության մասին։ Գոնե մի քիչ ամոթ ունեցեք։ Իսրայելը թուրքական հանրության կողմից ընկալվում է որպես ագրեսոր պետություն, իսկ պաշտոնական Բաքուն դա արհամարում է։ Թուրքական մի շարք թերթերում հրապարակումներ եղան, որոնք նույնպես Բաքվում որպես հակաադրբեջանական են որակել, համենայն դեպս վերնագրերը արդեն խոսուն են։ Օրինակ Ադրբեջանը գործարքի մեջ է սիոնիստական ռեժիմի հետ, կամ Ադրբեջանը առնչություն ունի Գազայում ցեղասպանության հետ։ Եվ Բաքուն ինչպես է փորձում արտել վիճակը, ազատվել դավաճանի պիտակից։ Իլհամ Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևը նեղացած է, լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում նա ասել է, որ մեջբերեմ նրա խոսքերը, նման մեղադրանքները մեզ վիրավորում են իբրև եղբայրների, ճիշտ չէ այդպես վարվելը, մեզ դա նեղացնում է, անհրաժեշտ է այդ ամենի մասին բարձրաձայն խոսել։ Իսկապես Ադրբեջանը շատ է տուժում իր երկու ամենահավատարիմ եւ մտերիմ դաշնակիցների միջև այդ առաջացած խնդիրներից, սրվող խնդիրներից, հենց այդ խնդիրներն են, որ խանգարեցին եռակողմ դաշինքի ձևավորմանը, որի հետ Ադրբեջանի իշխանությունները շատ մեծ հույսեր էին կապում։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Իլհամ Ալիևը խոստովանել է եւ ասել հետեւյալը. Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածությունը Բաքվի մոտ տագնապ եւ անհանգստություն է հարուցում։ Եվրասիա.net պարբերականը այդ կապակցությամբ գրում է. Իսրայելը դառնում է Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածության պատճառ։ Ադրբեջանա-թուրքական դաշինքում այդ կապակցությամբ ճեղքեր են առաջանում։ Արտյոմ, մի կողմից տուժում է Բաքուն, մյուս կողմից շարունակում է փորձել հաշտեցնել գլխավոր դաշնակիցներին։ Այո, իդեպ հիշեցնեմ, որ ժամանակին հենց Ալիևի միջնորդությամբ Անկարային եւ Երուսաղեմին հաջողվեց լուծման գտնել եւ 13 տարի տևող լարվածությունից հետո ի վերջո նրանք վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները, բայց այդ հարաբերությունները կրկին լարվեցին անցած տարվա դեկտեմբերին Սիրիայում պրոթուրքական ուժերի գործողությունների հետևանքով Իսրայելը շարունակում է ռմբակոծել այդ թուրքամետ գրոհային
գայինների ճամբարներին եւ Բաքուն կրկին իր միջնորդական առաքելությունը առաջարկեց եւ Բաքվի ներկայությամբ միջնորդությամբ բանակցությունների 4 կիսագաղտնի փուլ տեղի ունեցան, ոնց հասկանում եմ Բաքվում, բայց ոչ մի շոշափելի արդյունք դրան չտվեցին։ Համենայն դեպս իսրայելական կան հերոստանգերության տեղեկության համաձայն այդ բանակցությունների երրորդ փուլը տապալվել էր։ Չնայած դրան որոշվել էր շարունակել բանակցությունները, այն էլ ավելի կամ ամենաբարձր մակարդակով։ Սպասվում էր, որ մայիսի 7-ին Բաքու կժամանի Իսրայելի վարչապետ Նետանյահուն եւ չէր բացառվում, համենայն դեպս մամուլում այդպիսի տեղեկություններ կային, որ Բաքվում նա գաղտնի հանդիպում կունենա Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Սակայն Թուրքիայի իշխանությունները կրկին արգելեցին Իսրայելի վարչապետի ինքնաթիռին օգտագործել Թուրքիայի օդային տարածքը, ինչպես մինչ այդ արել էին Իսրայելի նախագահի ինքնաթիռի դեպքում, եւ հավանաբար դա էր պատճառներից մեկը, որ Նետանյահուն այդպեսի դեմարշ արեց եւ չեղարկեց Բաքու իր այցը, եւ հայտնի չէ, թե արդյոք այն տեղի կունենա ի վերջո ավելի ուշ թե ոչ։ Հարցում ամենայնտեպս այս տիրույթում թուրք-ադրբեջանական հակասությունը պահպանվում է, դրանց ինչ-որ բան կարող է Հայաստանը շահել։ Դե Հայաստանը կարող է օգտվել այն իմաստով, որ ավելի հեշտ կլինի վերսկսել Իսրայել կամ շարունակել Իսրայելի հետ երկխոսությունը։ Դա նույնպես դրական կարող է ազդել Միացյալ Նահանգներում օրինակ հայ լոբբիստների հնարավորությունների վրա, մինչ վերջերս հրեա լոբբիստները ձգտում էին հակադրվել հայ լոբբիստներին բազմիցս եւ դա շոշափելի բացասական արդյունք էր տալիս մեզ համար։ Այս ֆոնին արդեն ավելի հաճախ են իսրայելական մամուլում լինում հրապարակումներ, որոնք կոչ են անում գիտակցել, որ Ադրբեջանը չպետք է Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները չպետք է խանգարեն Իսրայելին, նաև Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել, քանի որ Հայաստանին, ինչպես իրենք կցանկանային, հնարավոր է օգտագործել Թուրքիայի դեմ իրենց պայքարում։ Շնորհակալություն Արծեմ։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճ դադարից հետո եթերը կշարունակի հեռանկարը։ Հեռանկարը այսօր հյուրընկալել է Պաշտպան Հայրենյաց հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին, բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ մեզ կրկին հյուրընկալվելու համար։ Ես նմանապես։ Թեմաները շատ են, ամեն ինչ շատ արագ է փոխվում, բայց ես կուզենայի սկսել մեր ներքին քաղաքական խմորումներից, մասնավորապես եկեղեցի պետություն կամ եկեղեցի իշխանություն հարաբերություններից, որոնք ընդհանուր կարծում եմ կարելի արդեն թշնամական բնորոշել եւ ակնհայտ է, որ այդ հարաբերություններում նաեւ քաղաքական խորը արմատներ կան։ Այս վեճի մեջ ըստ ձեզ ով է ճիշտ կամ ով է մեղավոր։ Ճիշտ ու սխալ անգլխից ասեմ, սկզբից ասեմ ման չգանք, բայց որ վեճը իր անթակույց արմատները ուներ, սկսած 2018 թվականի հեղափոխությունից ամիջապես հետո դա աներկբա է, դա փաստ է։ Ինչ խոսք հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը, հատկապես վերնախավը, ներառյալ նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին վեհապարը շեղվել են հայ եկեղեցու կանոնակարգային բոլոր դրույթներից։ Եվ ոչ միայն շեղվել են, այլ զբաղված են եղել այլանդակություններով, զբաղված են եղել հոգևորականության բարձր դասին ոչ հարիր գործնեությամբ, անբարոյականությամբ եւ ձեռի հետ էլ զբաղված են եղել հոգևոր գործնեությամբ։ Խնդիրը վերաբերում է, խոսքս վերաբերում է ոչ միայն ամենայն հայոց կաթողիկոսին, այլ նաեւ հոգևոր դասի բազում ներկայացուցիչների, թեմական առաջնորդների, սրբազանների, եպիսկոպոսած դասի բազում ներկայացուցիչների, արքեպիսկոպոսների, վարդապետների, սուրբ հայրերի եւ այլ եւ այլը։ Այլևս չեն խոսում, որ նրանք անթակույց կերպով տասնամյակներ շարունակ եպիսկոպոսած դասի բազում անդամներ զենք են կրել, մանեն եկել իրենց սպասարկել են ճոխ մեքենաներ, այդ թվում Բենտլիներ, Ռոլս-Ռոյսեր, Մերսեդեսներ, տարբեր մոդիֆիկացիայի եւ այլն եւ այլն։ Այլևս չենք խոսում, որ
ժողովրդից չես կարող հեռու պահել, որ հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի բարձր ներկայացուցիչներ ունեն նաև արտամուսնական զավակներ, ունեն ուրեմն ստվերային ընտանիքներ եւ այս բոլորը փաստ է։ Ինքս քանի որ քաջատեղյակ եմ բազում դեպքերի, եթերից չեմ ուզենա հնչեցնել այնպիսի փաստեր, որոնք մեղմ ասած կարող են ասել վարքաբեկիչ նյութեր եմ տարածում կամ վարքաբեկիչ արտահայտություններ եմ անում, բայց սա աներկբա է։ Հայ առաքելական եկեղեցին ունի իր կանոնակարգը, որի հիմքը դրվել է դեռևս մեր թվարկության 4-րդ դարի սկզբներին եւ որոնք ենթարկվել են ուրեմն բազմաթիվ փոփոխությունների, բազմաթիվ վերախմբագրման եւ ներսեր շնորհալու ժամանակ, եւ ուրեմն Ոսկան Երևանցու ժամանակ, եւ Գևորգ 4-րդ Կոստանդնուպոլսեցու ժամանակ, եւ էլի շատ վեհապարների ժամանակ։ Ասել, որ նախկինում չեն եղել այդպիսի արատավոր երևույթներ, սխալ կլինի։ Նախկինում էլ են եղել։ Ասել, որ հայ առաքելական եկեղեցին նախկինում զբաղված է եղել միայն հոգևոր մշակութային գործունեությամբ, դա եւս չեմ կարող ասել։ Նրանք, ովքեր տեղյակ են հայ առաքելական եկեղեցու պատմությանը, բոլորս գիտենք, որ հայ առաքելական եկեղեցու շատ առաջնորդներ, նրանց ջանքերով, նրանց եռանդով մեր ժողովրդի մշակութային բազում արժեքներ, օրինակ սաղմոսների, շարականների, չգիտեմ շատ հոգևոր ուրեմն գրականության շատ երգեր եւ այլը դրանք պատկանել է մեր հասարակ ժողովրդին։ Ես այլ բան պիտի ասեմ, խնդրում եմ մեկ նախադասություն ասեմ, ընդամենը հայ առաքելական եկեղեցու շատ սուրբեր, շատ ուրեմն առաջնորդներ նաեւ ունեցել են այդպիսի գործունեություն մեղմ եմ ասում, հակած սքեմ, հակած փիլոն կատարել են օտար երկրների հատուկ ծառայությունների պատվերներ։ Բոլորը, քանի որ ես պատմաբան եմ եւ հայ առաքելական եկեղեցու պատմությունը գիտեմ ոչ պակաս քան հենց իրենք ամենան հայոց կաթողիկոսները, նաեւ մեր կաթողիկոսների մեջ նաեւ աշխարհիկ մարդիկ են եղել, ես ասեմ, մենք ունեցել ենք աշխարհիկ կաթողիկոսներ, բայց 1863 թվականին Թուրքիայում, Ստամբուլում, Կոստանդնուպոլսում ընդունված արևմտահայերի ազգային սահմանադրությունը կանոնակարգել է հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների պետության հետ։ Երբ որ ընտրվում էր Պոլսո հայոց պատրիարքը, նա միջապես գնում էր հաստատման կամ Ստամբուլի քաղաքապետի կողմից, այնուհետև Թուրքիայի ոստիկանապետի կողմից։ Ես հասկանում եմ, Բարոս Սաֆարյան, տեսեք, հայ առաքելական եկեղեցու նորընտիր առաջնորդը անպայման գնում հաստատվում էր Կովկասի փոխարքայի կողմից, որին նշանակում էր Ռուսաց ցարը։ Այն ամենը ինչի մասին դուք խոսում եք, դրա մասին նոր չէ որ խոսվում։ Այդ քննադատությունները ուղղված եկեղեցուն տարիներ առաջ մենք եւս լսել ենք։ Հիմա շատերը հասարակության մեջ կիսում են ձեր կարծիքը, բայց մեղադրում են վարչապետին ոչ թե այդ քննադատության համար, այլ բառապաշարի, այսինքն այն բառերը, այն բառամթերքը, որը օգտագործվեց, ինչ խոտ ձևաչափ ընդունելի չի, վարչապետը ունենալով անսահմանափակ հնարավորություններ, նախորդ նախագահի կարած կոստյումով նստելով կառավարության աթոռին, նա իր հնարավորությունները կամ իր լիազորությունները գերազանցում է։ Առաջի հերթին պահվածքի, խոսույթի, բարեկիրթ վարվեցողության առումով։ Եվ ես առաջ անցնելով ասեմ, որ 2026 թվականին համապետական ընտրություններում մենք պիտի կարենք կառավարության ղեկավարի համար այնպիսի կոստյում, մենք պիտի ունենանք այնպիսի հագուստ, որ ոչ մի վարչապետ չկարողանա դուրս գա այդ ուրեմն կանոնակարգից, ոչ մի վարչապետ չկարողանա ոչ ամեն մի վարչապետ իր տված խոստումների գերին լինի կատարելու համար։ Խոսույթը չեմ ընդունում, շատ վիրավորական է, անգամ եթե դա տեղին է հնչում հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների հանդեպ, ես կարող եմ առաջարկել, որ ներկա պայմաններում, քանի որ այս հակասությունը դուք անվանեցիք թշնամանք, կարծեմ, հա, ես անվանեմ ահագնացող վտանգ մեր երկիրը քայքայող, քանի որ ոչ թե գտնում ենք ուրեմն վիհի եզրին, այլ գտնում ենք անդունդի մեջ, ես գտնում եմ, որ եւ հայ առաքելական եկեղեցու շատ ներկայացուցիչներ, այնպես էլ կառավարության շատ անդամներ կամ կառավարությանը մոտ կանգնած շատ անձնավորություններ պետք է հորդորեն ինչպես վարչապետին, այնպես էլ մայր աթոռի ղեկավարությանը, որպեսզի գտնեն ոսկե միջինը, ինչպես են ասում golden middle-ը։ Այդ բանը պիտի անպայման գտնեն, առանց դրա
հակասությունը ավելի է խորանալու, որովհետև ինչքան էլ մենք ասենք հայ առաքելական եկեղեցին դա հոգևոր դասը չի միայն, դա կղերականությունը չի միայն, դա սրբազանը չի, դա եպիսկոպոսը չի, դա կաթողիկոսը չի, սակայն բոլորս գիտենք, որ հոգևոր դասը ինչպիսի մեծ ազդեցություն ունի ոչ միայն հայ առաքելական եկեղեցու ծառայողների շրջանում, այլ նաև հավատացյալ հայ ժողովրդի շրջանում։ Սա փաստ է, որից մենք չենք կարող ոչ խուսափել, ոչ էլ ուրեմն աշխատող անել։ Դուք էլ բառապաշարը չընդունեցիք, բայց ես ասեմ, որ նույնիսկ մարդիկ կան, ովքեր բառապաշարն էլ ընդունեցին եւ ինչ օրինակ բերեցին, հիշում եք մոտ 2 ամիս առաջ Դոնալդ Թրամփը աշխարհի գերտերություններից ամենաչգիտեմ գերտերության ղեկավարը ելույթներից մեկի ժամանակ ասում էր, որ այլ երկրների ներկայացուցիչները իր համապատասխան տեղը պետք է համբուրեն, որ մենք առևտրային պայմանագիր կնքենք այդ երկրների հետ եւ օրինակի են բերում, եթե Դոնալդ Թրամփը իրեն թույլ է տալիս նո այդպիսի բառերով։ Մի հանճարեղ դասական ձևակերպում կա, երբ որ մահանում է Միացյալ Նահանգների 4 անգամ ընտրված նախագահ Ռուզվելտը եւ Ռուզվելտի շնորհիվ է, որ հիտլերյան Գերմանիան չի հարձակվել Միացյալ Թագավորության վրա, մեծ Բրիտանիայի վրա, եւ երբ որ Չերչիլին ասում են մենք պետք է պատշաճ մակարդակով նրա հոգեհանգստին, հողարկավորությանը, այնուհետև նրա նշանակությունը մեծ Բրիտանիայի վտանգներով լեցուն ժամանակահատվածում կողքը կանգնելու պատշաճ մակարդակով պետք է ուղևորենք, ճամփա դնենք դեպի երկնային կյանք, Չերչիլը պատասխանեց, ասեց հասկացեք ինձ, ես պատրաստ եմ համբուրելու նրա այտերը, բայց ճիշտ հասկացեք, ընդամենը 2-ը։ Այդպիսի խոսույթ կա, բայց մենք ինչու ենք հեռու գնում, Արտակ ջան, մենք ինչու ենք հեռու գնում։ Թրամփը իմ համար մեծ հաշվով, ինչպես ասում են, benchmark չի, նշանաբան չի։ Իհարկե, ես հարգում եմ ամերիկյան համակարգի, ամերիկյան վարչակազմի, ամերիկյան պետականության կառույցները, ինստիտուտները, բայց ասել, որ ես պիտի նրանով առաջնորդեմ, դա այդպես չի։ Ինքն էլ կարող է շատ բան ասել սայթաքելով եւ զգացմունքի տակ կարող է ասել դա, բայց հասարակ է նայել, որ սա բացառություն չէ, փաստորեն։ Արտակ ջան, մեր ազգային ժողովում 20 թվականին բաց կերպով Սասուն Միքայելյանը հարձակվեց Էդմոնդ Մարուկյանի վրա։ Այնպես չի, որ մեկնումեկի իմաշկից լույսն են։ Եվ նա մանդատը վայր չդրեց, չընդհարկվեց պարսավանքի գոնե հասարակական, գոնե իրենց կուսակցության կողմից։ Արսեն Թորոսյանը ազգային ժողովի ամբիոնից ամենակեղտոտ նզովյալ բառերով դիմեց իրենց թուրք վանկարկողներին։ Ազգային ժողովի նախագահին մեկը դավաճան անվանելով բռնեցին եւ նա երեսին թքեց։ Գիտեք ինչ, պետությունը չունի բաժիշ ֆունկցիա։ Մեր օրենսդրությամբ չի նախատեսված մարդուն վարկաբեկելու համար, բռնարար գործադրելու համար, կա չէ իրավական զանազան ճանապարհներ։ Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասես դուք լրտեսներ եք, ընդդիմությանը շպիոններ եք, եթե դուք գիտեք, որ նրանք շպիոններ են, նրանք ինչ գործ ունեն ազգային ժողովում, ասես որ դուք համբալներ եք, համբալները, այո, եթե թալանել են, եթե սա է, եթե նա իմիջիալոց ես պիտի ասեմ, որ համբալներից անմասն չի նաև ներկա կառավարության շատ անդամներ, 18-25 թվականի կառավարության շատ անդամներ, եթե ասում են դուք պիտի լինեք ԱԱԾ-ի պատվալներում, ուրեն այդ հոդվածները, ինչու չեն թափանցիկ աշխատում։ Վերջին 7 ամիսների ընթացքում բոլորս գիտենք մեր կառավարության կազմում ինչպիսի ուժային նախարարներ կամ ներկայացուցիչներ հրաժարական տվել։ Կառավարությունը որդեգրել է ոչ միայն Սերժ Սարգսյանի կոստյումը, հանձինս ղեկավարի, այլ որդեգրել է հին արատավոր ուրեմն իներցիայով գնացող մեղմ ասած արատավոր ավանդույթները կառավարության փոփոխության հետ կապված։ Մենք պետք է այս ամեն ինչը կներեք եւ կառավարության փոխադարձ հրաձգությունը, փոխադարձ հրետակոծությունը այսպիսի մակարդակում, այսպիսի հարթության վրա եւ ես ասում եմ, որ պիտի երկու կողմերից նստեն ընդհանուր սեղանի շուրջը իշահ մեր ժողովրդի։ Մեր ժողովուրդը շատ ռեսուրսներ չունի խաղաղության եւ անվտանգ պայմաններում ապրելու։ Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան դեռևս մութ է մնում, մենք ունենք ընդամենը երկու ճանապարհ՝ համազգային համախմբվածության, ինչու՞ չէ նաև եկեղեցու հետ մեկտեղ,
Սփյուռքի հետ մեկտեղ եւ առաջի հերթին բանակի մարտունակության եւ տեխնիկական վերազինության օրեցօր աճող, օրեցօր որակական նոր աստիճանի հասնելու ճանապարհով։ Այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհ դա կլինի ներողություն եմ խնդրում, դա կլինի երազախաբություն։ Պարոն Սաֆարյան, այս ամենը տեղի ունենում նաև այս նախընտրական շրջանի տրամաբանության մեջ եւ դրա համար է նաև լրացուցիչ այսպես սերացում ստանում։ Մյուս կողմից հասունանում է վարչապետի հանդեպ իմպիչմենտի գործընթացը։ Այն ըստ ձեզ ունի իրական հիմքեր։ Վարչապետի գետնի վրա վարչապետի հանդեպ իմպիչմենտի գործընթաց սկսելը եւ հաջողության հասնելը այն գլխից, ինչպես ասում են, non-starter deal, ինչ է անհաջող գործարք է, չէ, մեկնարկային արդեն անհաջողություն է, բայց վարչապետը ես կիսատ թողեցի, եթե քննադատում է կամ ասում է զբաղված է եկեղեցու վերնախավը այսպիսի գործերով, այնպես չի, որ մեր եկեղեցին ինչքան էլ մեր հայոց բարձրագույն հոգևոր հովիվ ունենա անձեռնմխելիության աստիճան, այնպես չի, որ նա պիտի օրենքից դուրս լինի, այնպես չի, որ նա պիտի լինի sacred cow, այդպիսի բան լինել չի կարող, բայց մենք բոլորս գիտենք, որ եկեղեցու շատ տերեր, այդ թվում Գարեգին վեհափառը եւ բազում սրբազաններ զբաղված են հակապետական գործունեությամբ։ Ամենահասարակ բանը, ես եղել եմ ձեր հյուրընկալվել եմ հենց ձեր մոտ, ես ասել եմ, երբ որ շարժումը, Տավշո փրկության շարժումը հասավ Երևան, ես ասել եմ, սա իշխանապողության պահանջ է դնելու։ Եվ օր առաջ մեր ռևանշիստ նախագահները բազմաթիվ պաշտոնյաներ, կաշառակերներ, անբարոյականներ, այլասերվածներ լծվել էին Բագրատ Սրբազանի շարժմանը, որ քանզի նրան փիլոնազոր կանելու եւ կարգալույց անելու եկեղեցին կանգնեց հոգեվոր դասի վերին աստիճանով կանգնեց Բագրատ Սրբազանի կողմը եւ այդ պահին կառավարության ղեկավարը պիտի պահանջեր կարգալույց անել, եթե ոչ նա կաթողիկոսին պիտի հրճակեր օրենքից դուրս, որովհետեւ մեր եկեղեցին արտահայտում է մեր ռևանշիստ նախորդ ղեկավարների կամքը եւ նրանց նպատակները եւ բոլորս գիտենք այլ խոսք է որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ներկայումս իրեն տիրապետել, քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գնալով իր գաղափարախոսական սկզբունքներից, հռչակած սկզբունքներից ոչ միայն նահանջել է, այլևս անհարիր են դրանք, չեն աղերս չունեն նրանք։ Այսինքն իմպիչմենտի պահանջը այսինքն իրական հիմքեր ունի։ Անդիմության այդ դեմքով եւ այդ տեսքով եւ այդ արժի համակարգով ներկայացուցիչների առաջ գնալ չեն կարող։ Իմպիչմենտի պահանջը եթե ունենա իրավական հիմքեր, ես դա չեմ ընդունում, ասեմ ինչու համար, որովհետև իմպիչմենտի հիմքում ընկած է մեր նախորդ ռևանշիստ, վրեժխնդիր պետական այրերի, չեմ զլանում ասել անուններ չտամ, նախագահների կեցվածքը, որ օր առաջ քնում վեր են կենում, տեսնում են օրինական կերպով ընտրված իշխանությանը գահանքեց արված, որը որ նրանց չի հաջողի։ Ինչ խոսք, մենք ունենք լուրջ խնդիրներ կապված արտաքին քաղաքականության հետ, կապված սահմանազատման եւ սահմանագծման հետ, կապված Արցախի ժողովրդի ինքնորոշման հետ, կապված Արցախի հանրապետության ուրեմն կարգավիճակի հետ, որ խոստացավ կառավարության ղեկավարը 2021 թվականի հունիսի 20-ի համապետական ընտրությունների նախօրյակին։ Տեսեք, հասարակ բան է, չէ՞, մեր կառավարության շատ այրեր եւ մեր ազգային ժողովի ամենաբարձրաստիճան падգամավորները խուսափում են Արցախի հանրապետություն օգտագործելուց, խուսափում են Արցախ օգտագործելուց, խուսափում են արցախցի օգտագործելուց։ Ես երբեք չեմ զլանում ինձ ասելու Արցախցի եւ Լեռնային Ղարաբաղ բառը չեմ օգտագործում։ Իսկ ով պիտի ինձ ասի հայրենասիրության չափը ով է որոշում։ Լեռնային Ղարաբաղը եւ Արցախը բռնաբարել են նաեւ Արցախի նախագահները, երբ որ նրանց ժամկետը համանդրական ժամկետը 2 անգամ լրացել է եւ նրանք Արցախին վերաբերվել են, Արցախի հանրապետությանը վերաբերվել են որպես Բոստանի, որպես Բախճայի, իրենց օժտել է 3 ամյա եւ հասել են դրան։ Ես չեմ ուզում ժամանակ, մեր ժամանակ սպառվում է, բայց մենք սպառեցինք մի թեմայի շրջանակներում խոսելուքի շատ ավելին էր։ Ես կուզենայի նաեւ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերջին զարգացումներին հասնենք, կարճ չանցնել այդ Սարդոստային օպերացիային, սա հարված էր ոչ
միայն ռուսական զինանոցին, այլ ուղղակի նաև հեղինակությանը։ Ես չեմ ուզում հիմա այդ ռազմական գործողությունը վերլուծենք։ Հայաստանի համար շահեկան է այս պատերազմի շարունակությունը, որովհետև այդպես կարծիքները գերիշխող են։ Գիտեք, կայուն խաղաղությունը, ռուս-ուկրաինական պատերազմի մասն է։ Կայուն խաղաղությունը ամենաթույլ պատերազմից էլ գերադասելի է։ Ես երբ որ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, ես ասել եմ իմ ընկերների շրջապատում, ասել եմ, որ Ռուսաստանը չի կարողանալու դիմադրի։ Տեսեք, Արտակ ջան, մենք չենք կարող ասել, որ Ռուսաստանը չունի լավ տեխնիկա, Ռուսաստանը չունի լավ ավտոմեքենաներ, Ռուսաստանը չունի լավ գիտություն, բայց Ռուսաստանը ունի լավ զենք։ Ոչ, Ռուսաստանի ատոմային զենքը բոլորս գիտենք, որ դա գողացված է, բոլորս գիտենք ինչ ճանապարհով է գողացվել բերել Ռուսաստան, եւ Ռուսաստանը արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է կասնային դիվանագիտությամբ եւ ատոմային կամ ջերմամիջուկային զենքի սպառնալիքներով։ Այնպես որ Ռուսաստանը դեռևս չի իմանում իրեն ինչ է սպասում։ Եվ սա շարունակվելու է, այս Սարդոստան օպերացիան, եթե ես չասեմ ողջունելի է, ապա դա սպասվելի է եւ այլ օպերացիաներ ալնելու։ Միգուցե Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանխորոշված են կամ զգուշացված են, բայց ես իրենց բացեիբաց ասում են, ճանաչելով ռուսական մենթալիտետը, ռուսական քաղաքակրթությունը, ռուսական արժեհամակարգը եւ ներկայումս ճանաչելով Եվրոպային, եվրոպական արժեհամակարգը եւ Միացյալ Նահանգների մոտեցումը աշխարհաքաղաքական նոր բևեռների ձևավորման եւ աշխարհում կայուն խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի տեսլականին հստակ կերպով ասում են, որ Ռուսաստանին դեռևս սպասում են ցավոտ օրեր, շատ ցավոտ օրեր։ Պարոն Սաֆարյան, արդեն ավարտում ենք, փորձեք կես րոպեի սահմաններում կարճ խոսենք նաև հայ-ադրբեջանական այդ զարգացումներից ու ինֆորմացիա կա, որ դիվանագիտական խողովակներով շփումներ կա, նաև փորձագիտական շրջանակներից տեղեկություն կա, որ Միացյալ Նահանգները գաղտնի բանակցում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ձեր տեսակետը այդ։ Իմ մոտեցումը ռուսական տիրույթում, ռուսական հարթության մեջ 3+3 ձևաչափ կլինի, Մոսկվա կլինի, Թուրքիա, Ռուսաստան կլինի, ցանկացած բանակցություն հայ-ադրբեջանական այն գլխից ձախողված է։ Հայաստանին սպասվում է Արցախայցյան ճակատագիրը, բացառվում է Արցախայցյան ճակատագիրը, որովհետև ունենալ կեղծ խաղաղապահներ, այնուհետև ասել, որ մենք իզորու չենք, եւ նաեւ ես դատապարտում եմ Հայաստանի նախորդ եւ ներկա կառավարություններին սխալ կառավարման բանակի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Ինչ վերաբերում է նոր ձևաչափով Միացյալ Նահանգների, Եվրոմիության տարբեր կառույցների դիվանագիտական տարբեր խողովակներով, դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության տարբեր հարթակներում բանակցությունների միտվածությանը դեպի խաղաղության պայմանագրի հաստատմանը ես ողջունում եմ, որովհետև միակ հարթակը, որտեղ կարելի է ակնկալել անաչառ մոտեցում, անգամ նաև լեզուս չորանա, ասեմ, այս 150-240 քառակուսի կիլոմետր, որ առայժմ գտնվում է թշնամու ռազմական ուժերի մշտական վերահսկողության ներքո, անգամ այս պայմաններում մենք պիտի գնանք խաղաղության, բայց միջազգային գործիքակազմի, զսպումների եւ հակակշիռների ազդեցության ներքո այլ պարագայում մեզ սպասում է ուրեմն Արցախայցյան ճակատագիր, այլ պարագայում մեզ սպասում է մեր հայրենիքի ներկայիս գոյությունն հայրենիքի ամբողջովին հայաթափում, որը որ մենք ականատես եղանք 2 տարի առաջ այն ինչ որ կատարվեց Արցախում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքան հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր պատմաբան Գագիկ Սաֆարյանը։ Բնությունը սոցիալական շփման կարևոր միջավայր։ Մեր հաջորդ տեսանյութը աուտիզմով երեխաների եւ նրանց աջակցող ընկերությունների մասին է։ Աչքերդ անմեջ կանչում են, աչքերդ հենցանուր տանչում են։ Մարդն ամբողջ կյանքում սոցիալացման տարբեր փուլերով է անցնում։ Հարցը չափազանց նուրբ է, երբ առնչվում է աուտիզմով երեխաներին ու դեռահասներին։ Այս դեպքում պահանջվում են մասնագիտական լուրջ ջանքեր, անհատական մոտեցումից մինչև հատուկ մեթոդաբանություն ու շփման միջավայրի ընտրություն։ Այդ առումով բնությունն անփոխարինելի է։ Բնության գրկում իրանք ավելի ազատ են զգում իրանց
բացի այդ իրանք կարողանում են իրենց կառավարել։ Ներփակված աշխարհից հասարակությանն ինտեգրման համար աուտիզմով 253 երեխա եւ դեռահաս շենքային պայմաններում ձեռք բերված հմտությունները ժամանակ առ ժամանակ ընդհանրացնում է բնության մեջ։ Իմ ուղին սոցիալ հաբիլիտացիոն, կրթական եւ մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնի մասնագետները հերթական զբոսանքը կազմակերպել են Գառնի Գեղարդ զբոսաշրջային ակտիվ գոտում։ Սոցիալիզացիան շատ կարևոր մասն է կազմում մեր կենտրոնի գործունեության, քանի որ բոլորս սոցիալական էակներ ենք, իսկ աուտիզմ ունեցող անձիկ ունեն դժվարություններ սոցիալականացվելու։ Շենքային պայմաններում ուսուցանված սոցիալական պատմություններն իրական կյանքի դրվագներ են դառնում բնական միջավայրում։ Դա թույլ է տալիս գնահատել նաև մասնագետների ջանքերի արդյունքը ամբողջ շղթայում։ Մասնագետի համար շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ձեռք բերած եւ ուսուցանած հմտությունները երեխան կիրառում բաց միջավայրում։ Հերթական խմբի զբոսանքն այդ առումով գնահատում են հաջողված, քանի որ փոքր հաղթանակներն ու դրական փոխազդեցությունները բարձրացրել են երեխաների ինքնագնահատականը։ Անունս Հովո, ես ուզում եմ Photoshop անեն, սարքել, ասենք, մարդկանց դեմքերը, ջայլացնեմ։ Վիվան երկար տարիներ աջակցում է աուտիզմով երեխաների խնդիրներով զբաղվող Իմ ուղին ցերեկային կենտրոնին։ Ընկերությունը 19 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 251 միլիոն դրամ։ 60 մասնագետներ երկարատև ու տիտանական աշխատանք են տանում ընտանիքների հետ համագործակցելով։ Այսօր կենտրոն է հաճախում արդեն 253 երեխա։ Իմ ուղին ունի իր կարգախոսը՝ ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ։ Այստեղ առաջընթացը կարևոր ձեռքբերում է համարվում, որին հասնում են մասնագետների նվիրման եւ նրանց վստահող կազմակերպությունների աջակցության շնորհիվ։ Հորիզոնում այսօր այսքանը, բարի գիշեր։